Ողջույն։ Կիրակի օրը տեղի են ունենալու ավականու ընտրություններ Գյումրիում։ Մասնակցում է 9 կուսակցություն եւ դաշինք։ Մի կողմից իշխանությունը հայտարարում է, թե աթոռներից կարճած չեն, եղունգներով, ատամներով չեն պահելու, մյուս կողմից ամեն ինչ անում են ընտրվելու համար։ Նախ բերման ենթարկեցին հաղթելու ամենամեծ հնարավորություն ունեցող տեխնացուին, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Հետո քննչական կոմիտե հրավիրեցին տեխնացու Ռուբեն Մխիթարյանին, խնդալու պատճառով, թե տարյուկես առաջ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենայից քշել։ Խուզարկություններ եղան Մայր Հայաստան դաշինքի գրասենյակում։ Բերման ենթարկումներ։ Հետո բերման ենթարկեցին մյուս տեխնացուի Մարտուն Գրիգորյանի հորը որդուն։ Ձերբակալեցին, բաց թողեցին։ Այսինքն բոլոր այն տեխնացուները, որոնք ունեն շանսեր քաղաքապետարան մտնելու եւ հաղթելու բռնաճնշումների տակ են։ Հա, մի բան էլ։ Շիրակի ԱԱԾ ղեկավարն էլ ԿՓ տեխնացուի եղբայրն է։ Մեծականակ սուտ են գցել մեջտեղ, անգամ արհեստական բանականությամբ ձայնագրություններ են անում, թողարկում։ Ինչ, բայց ֆեյքերից հո շատ լավ է ԿՊ-ն։ Հա, բանակցելուց վատ են, կառավարելուց վատ են, կառուցելուց վատ են, բայց այ ֆեյքերի հարցում հավասարը չկա։ Ֆեյքերի չեմպիոնները կծկտուր բաները հավաքում են, կտրում, կպցնում ու ընդդիմադիր տեխնացուներին մեղադրում ընտրակաշառքի մեջ։ Ալեքսանյան Վահագն անունով պատգամավորը։ Պաշտոնական հայտարարություն է եղել 8 հոգու ձերբակալման, իբր 3 հոգու ինքնախոստովանական ցուցմունքի մասին։ Դու ինչ գիտես ընդդիմությունից են, թե որտեղից են։ Դու պատգամավոր ես, քննչականի պետը չես, դատախազը չես, ով է քեզ զեկուցում։ Բայց նա նույն Ալեքսանյան Վահագնն է, որը արցախցիների ձայնագրությունները լսել էր, որ 4000 դրամով կոշիկ են առել, սարքել էր, թե 4000 դրամով միտինգ են մասնակցել։ Հավասար դիրքերում են ընտրապայքարի մասնակիցները, ոչ։ Իշխանությունը, որը Գյումրիում պարտվել էր, ինչ որ մեկին, որը վերջերս էր քաղաքական դավանափոխության ենթարկվել, նշանակեց Գյումրու քաղաքապետի ԺՊ։ Հետո նրան ուռացրեց, փքեց, սարքեց տեխնացու, պետական ամբողջ ռեսուրսները դրեց տակը։ Նրա գործունեությունը արդեն կարծում եմ պաշտոնիական դիրքի չարաշահում է։ Պետական ու համայնքային միջոցների հաշվին քաղաքական դիվիդենդների ձեռքբերում է։ Տեսեք, քարոզարշավի ժամանակ կառավարությունը 1.5 միլիարդ դրամ է հատկացնում Գյումրու փողոցներից մեկի վերականգնմանը։ Այդ տեխնացուն տարածում է Գյումրիում փողոցների վերականգնման հաղորդագրություն։ Բայց մեկ այլ տեխնացու, որը խիստ կարիքավորին օգնություն է տալիս, դա ասում են ընտրակաշառք է, գործ են հարցում։ Ու սաղից խնդալուն գիտեք որն է, որ իրենց թվում է դա մարդիկ չեն հասկանում, չեն ջոկում, այսինքն Սարիկը, Նիկոլը, Ալեքսանյան Վահագներին թվում է, թե իրենք շուստրի են, գյումրեցին էլ անխելք։ Երեք բանավիճում էին պետական հեռուստաեթերով տեխնացուները։ Այդ բանավեճից ամենաշատը տարածվեց ԿՓ տեխնացու Սարիկ Մինասյանի հակազգային ելույթը։ Ասաց. Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար։ Դրան չեմ անդրադառնա, Ժողովուրդ ջան։ Իրենց թիմի համար ուրացումը նորմալ է։ Ես կզարմանայի, եթե ասեր պետք է ամեն կերպ գնանք Ղարաբաղն ազատագրենք, այ եթե դա ասեր, իրոք կզարմանայի։ Այնպես ինչպես մենք չենք զարմանում աղանդավորների քարոզի վրա, այնպես ինչպես մենք չենք զարմանում, որ Աբովյանի շշերի գործարանում արտադրվում են շշեր, այնպես ինչպես որ մենք չենք զարմանում, որ Սովետաշենի աղբանոցում թափվում է աղբ, այնպես ինչպես մենք չենք զարմանում, որ Նիկոլն ասում է ստեր, նույնպես էլ պետք է չզարմանանք, որ որևէ ԿՊ-ական հակազգային բան ասի ու Արցախն էլ ճանաչի Ադրբեջան։ Նա ԿՊ է եւ ամեն ինչ դրանով ասված է։ Բայց ԿՊ տեխնացուն նաև շատ անպատասխանատու այլ հայտարարություններ եւս արեց ՀՄԵԿ-ի տաղավարում։ Հարցնում են 7 տարի իշխանության եք, քանի շենք եք սարքել Գյումրիում։ Պատասխանում է 5։ 7 տարում ժողովուրդ 5 շենք։ Հարցնում են, լավ, դուք 5 հատ եք սարքել, իսկ տեղյակ եք, թե Հայաստանի որ իշխանության ժամանակ քանի հատ է սարքվել։ Այ կեղծիքը սկսում է այստեղ։ Ասում է, դե այդ շենքերը սարքվել են բարեգործական հիմնադրամների կողմից։ Ու ամենախնդալուն։ Ասում է, եղել է Լինսի հիմնադրամ,
Երբ այդ մարդիկ հասկացել են, որ շենքերի 4-րդ հարկերը անհետանում են, Ռոբերտ Քոչարյանի օրոք, մարդիկ այդ հիմնադրամը փակեցին։ Հասկացաք, չէ՞, ում հետ գործ ունենք։ Հարց են տալիս, փաստ ունեք, պատասխանում է, այո, բա ինչ է շենքերի կեսը 3 հարկ, կեսը 4 հարկ։ ԿՊԱ-կանները, որ փաստեր չունենալով խոսում են, առաջին իսկ հարցից դիմում են իրենց լոգիկային։ Իսկ լոգիկան պատկերացնում եք, ուր կարող է հասնել։ Ասում եք, քանի որ շենքերի կեսը 3 հարկ են, կեսը 4 հարկ, ուրեմն մի հարկը կերել են։ Ըստ ԿՊԱ-կանի պետք է բոլոր շենքերը նախագծված լինեին նույն չափսի, որ ԿՊԱ-կան լոգիկան չմիանար։ Այն որ ասում էին զատկին ձվի դեֆիցիտա, որովհետև Քոչյանը ամբողջը առել է, տարել է իր պատվալ այդ սերիայից է։ Հիմարությունը թողնեմ մի կողմ ու խոսենք փաստերով։ Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին Գյումրին վերակառուցվել է։ Սպիտակը վերակառուցվել է ամբողջությամբ։ Հետևյալ միջոցներով. Լինսի հիմնադրամ, որով Հայաստանում ընդհանուր իրականացվեց 242 միլիոն դոլարի ծրագիր, բնակարաններ, մշակույթի հաստատություններ, կամուրջներ, թունելներ, ճանապարհների կառուցում ու վերակառուցում, ավելի քան 30 դպրոց։ Միայն Շիրակի մարզում գործարկվել է 458,000 քառակուսի մետր բնակելի շենք։ Միայն Գյումրիում, ժողովուրդ։ Սարիկ հանձնվել է 85 բազմաբնակարան շենք 2095 բնակարանով։ 13,000 աշակերտի համար դպրոց են կառուցել, վերականգնել, հանրակրթական հաստատություններ շուրջ 4,000 աշակերտի համար։ Սարիկ։ Պետական ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկները։ Սարիկ։ Սա պետական միջոցներով, այսինքն պետբյուջեի հիմնադրամներ, պետբյուջեի միջոցներով հիմնադրամների չէ։ Լուսավորվել եւ բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ եւ այլն։ Այն Գյումրիում, որտեղ իբր դու ապրել ես ու պետքա որ տեսած լինեիր, ոչ թե կարդայիր քո գործատու Նիկոլի թերթը, որտեղ տարիներ շարունակ տարածել են, թե Լինսի հիմնադրամի միջոցները թալանել են եւ այլն։ Հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, որ անմիջականորեն վերականգնում էր ծրագիրը, վերահսկում էր ծրագիրը, բազմիցս ասել է, որ ու այսօր եւս ասել է, բոլոր աշխատանքներն իրականացվել են բարձր որակով եւ ճիշտ ժամանակին, ոչ մի փող հետ չի տարվել Հայաստանից, բոլորը ամբողջությամբ ծախսեցինք եւ նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ։ Քրքորյանը շատ գոհ էր։ Սասունյանի բառերն եմ ցիտում, Սարիկ, Քրքորյանը շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից։ Ժորժան 240 միլիոն դոլարով այնքան աշխատանք են արել, որ անհնար է թվարկել։ Սրանք վերցրել են 7 միլիարդ դոլար պարտք։ Ինչ են սարքել։ Ինչ են սարքել քո գործատու ԿՊԱ-կանները այս 7 տարվա մեջ, 7 միլիարդ դոլարով։ Գյումրիում ասում եք սարքել ենք 7 տարում 5 շենք, այնտեղից ձեր արձագանքում են ասում են այդ 5 շենքը դուք չեք սարքել, սարքել է Բարերարը։ Ժողովուրդ, պատկերացնում եք, 240 միլիոն դոլարով Ռոբերտ Քոչյանի իշխանության ժամանակ սարքել են բաներ, որոնք մինչև հիմա դրանք են։ 7 տարում, բա 7 միլիարդ դոլար պարտքով ցույց տվեք ինչ եք սարքել, Սարիկ։ 85 բազմաբնակարան շենք կառուցվել է նախագահ Քոչարյանի օրոք, միայն Գյումրիում 10 տարում։ Դուք 7 տարում կառուցել եք ոչ մի հատ, այն որ Քոչյանի գրասենյակի ղեկավարն ասում է փայտե զուգարան անգամ չեք սարքել, հումորով էր ասում, պատկերավոր էր ասում, բայց ճիշտ էր ասում։ Ու այդ շենքերը երկրորդ նախագահը սարքել հանձնել է գյումրեցիներին։ Հետաքրքիր է, չէ՞։ Քոչարյանը սարքել հանձնել է բնակիչներին, դու ամբողջ հայության սարքած պահած Արցախը հանձնել է Կալիևին։ Ու դեռ խոսում եք։ Լինսի հիմնադրամը կատարված աշխատանքներից գոհ է եղել։ ՔՊ-ն, որը մատը մատին չի տվել, դժգոհ է։ Ասում եք կերել են, բայց իրենք որ ոչ մի բան չեն սարքել, այ իրենք ոչինչ չեն կերել, բայց ինչ են արել 7 միլիարդ դոլարը, չեն ասում։ Այո, Քոչյանի օրոք բարեգործություն է արել Լինսի հիմնադրամը, պետությունից, բյուջեից, համահայկական հիմնադրամից, ամբողջ հայությունից ու այդքան սարքել է հանգանակությամբ նաև։ Ձեր օրոք կա մի սփյուռքահայ, որ ինքն էլ բարեգործություն անի ու սարքի 85 չէ, 8 շենք, 30 չէ, 3 դպրոց, հարյուրավոր կիլոմետրերով չէ, 10 կիլոմետր ճանապարհ, ոչ թե վարկ վերցնեք, ասֆալտ անեք, Սարիկ։ Գյումրին միայն Լինսի հիմնադրամի միջոցներով չի վերակառուցվել, կրկնում եմ, նաև համահայկական հիմնադրամի հանգանակությամբ մասնակցել է ամբողջ հայությունը։
Հայաստան համայնքական հիմնադրամը Քոչանի վաղ փող էր ուղարկում, կառուցում էին երկիրը, երկու հայկական պետությունները, նույն հիմնադրամով Սփյուռքը ձեր ժամանակ գումար է հանգանակել, Քոչանի ժամանակ հանգանակած 4 տարվա գումարի չափ միայն 1 տարում եք մտցրել բյուջե ու ձեզ աշխատավարձ ու պարգևավճար բաժանել։ Գյումրին կրկնում է միայն Լինսի հիմնադրամով ու համահայկական հիմնադրամով չի վերակառուցվել, նաև պետական բյուջեից միջոցներ են հատկացվել, ինչպես սկզբում նշեցի, որովհետև նախագահը նախընտրական խոստում էր տվել ու պետք է կատարեր ու կատարել է։ Դուք որ նախընտրական խոստումն եք կատարել, Սարիկ։ Իմիջիալոց հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչանի կառավարման ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր։ Ձեր դուրը գա թե չէ, ու Գյումրու կառուցման այդ հաջողությունները նաև իր հաջողություններն են, որովհետև իր քաղաքապետ եղած շրջանում իր քաղաքը կառուցել են։ Ինքն էլ մշտապես գնացել է, մասնակցել է, վերահսկել է, ի կատարածել։ Ու խնդալուն այն է, որ Նիկոլի խոսնակն ասում է, թեկնածուներից այսինչը կապ ունի այս նախագահի հետ, այսինչը այն նախագահի հետ։ Ձեզ թվում է, որևէ մեկին վիրավորում եք կապելով Ռոբերտ Քոչանի հետ, ձեր խնդալը չի գալիս ձեր ասացի վրա։ Ցանկացած մեկը պարզապես պետք է մեծ ոգևորություն ապրի, որ իր անունը ասոցացվի մի ղեկավարի հետ, որը ազատագրել է, կառուցել է, պահել է, զարգացրել է։ Այդ հիմա սաղ ժողովուրդն ամաչում, որ հանկարծ չասեն Նիկոլական է։ Այնպես որ Սարիկ Մինասյանին պետք է դեզինֆեկցիա անել ԿՊԱ-ական զրպարտություններից։ Նա այս ամենից, որ ասեցի, տեղյակ է, վստահ եմ, ուղղակի Վահագն Ալեքսանյանություն է անում։ Կուզենայի, որ Գյումրու ընտրարշավում պայքար գնար ոչ թե ընդդիմադիրները մեկը մյուսի դեմ, միմյանց դեմ, այլ իշխանության դեմ։ Տեսանք, սակայն, որ օրինակ թիրախավորումներ տեղի ունեցան ընդդիմադիրների մեջ։ Ու ասեմ, բոլորովին օգտակար չէ, երբ ընդդիմության կողմից թիրախավորվում է ընդդիմադիր թեկնածուն, որը հաղթելու ամենամեծ շանսն ունի։ Վարդան Ղուկասյանի առաջարկը կարծում եմ շատ ողջախոհ է, որ ընդդիմադիր թեկնածուն, որ մի ընդդիմադիր թեկնածուն, որ շատ ձայն հավաքեց, մյուս ընդդիմադիրները միանան նրան։ Կարճ ասած, 2 օրից մարտի 30-ին Գյումրու ընտրություններում շատ կարևոր է, որ ժողովուրդը անպայման գնա ընտրատեղամաս, դրանով կանխելով հնարավոր ընտրակեղծիքները, ու կարևոր է, որ գնա ու մերժվի այս 7 տարվա սուտը, այս հանձնումները։ Մի մետր ասֆալտ անելու համար պետությունը միլիարդների պարտքի տակ գցել է, ոչինչ չանելը, անողներին պախարակելը։ Շատ կարևոր է, որ ստապետության պարտությունը սկսի այնտեղից, որտեղից սկսել է իր հաղթարշավը։